Դուք շատ մահացու վայրում եք ապրում։ Դուք ապրում եք մի երկրում, որը լի է ամեն տեսակի փայլով, բայց դա ոսկի չէ։ Դուք ապրում եք մի երկրում, որը լի է ամեն տեսակի սուտ խոստումներով։ Ապրում եք մի երկրում, որը կանի ամեն ինչ, որպեսզի ձեզ հեռացնի Քրիստոսից։ Ապրում եք մի երկրում, որը ձեզ ասում է. դուք կարող եք լինել Աստծո և աշխարհի հետ։ Ապրում եք մի երկրում, որը ձեզ ասում է. դուք կարող եք սիրել աշխարհը և Քրիստոսին, և ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դա սուտ է։ Սուտ է դա։ Մի կարծեք, թե ես փորձում եմ չար լինել, մի կարծեք, թե ես փորձում եմ դաժան լինել։ Ես սա ասում եմ ձեզ փրկելու համար մի հրեշից, որն ավելի շատ մարդկանց է սպանել, քան այս պետության և այս երկրի վրա երբևէ կառավարած որևէ քաղաքական բռնակալ։ Եթե սիրում եք աշխարհը, վախեցեք, որովհետև սա կարող է ապացույց լինել, որ Աստված երբեք չի գործել ձեր մեջ։ Դուք երբեք չեք ընդունել և հավատացել փրկությանը։ Դուք երբեք իսկապես դարձի չեք եկել, որովհետև եթե նա իսկապես փրկի ձեզ, ապա նա, ով սկսել է բարի գործը ձեր մեջ, կհասցնի այն ավարտին։ Եվ ինչպես մենք դա գիտենք, դա շատ պարզ և կարևոր ճշմարտություն է, քանի որ դա նրա հեղինակության հարցն է։ Հիշեք, որ Աստված փրկում է մարդկանց իր զորությունը ցույց տալու համար, և հետևաբար, եթե նա ձեր մեջ գործը սկսի, նա այն կհասցնի մինչև վերջ իր զորությունը ցույց տալու համար։ Թույլ տվեք ձեզ օրինակ բերել։ Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, նրանք շատ մեղքեր գործեցին Աստծո դեմ, և Աստված փորձեց Մովսեսին, ասելով նրան. «Մովսես, մի կողմ քաշվիր, ես կոչնչացնեմ այս ժողովրդին և քեզանից ազգ կհանեմ»։ Բայց ահա թե ինչ պատասխանեց Մովսեսը. «Ոչ Տեր, եթե դու ոչնչացնես այս ժողովրդին, քո թշնամիները կասեն, որ չնայած դու բավականաչափ ուժեղ և հզոր էիր նրանց Եգիպտոսից դուրս բերելու համար, դու բավականաչափ հզոր չէիր նրանց այն երկիրը բերելու համար, որը դու խոստացել էիր նրանց»։ Տեսնում եք, թե ինչ է անում Մովսեսը։ Նա մտահոգված է Աստծո հեղինակության մասին, և ես նույնպես այսօր մտահոգված եմ Աստծո հեղինակության մասին։ Ուզում եմ, որ դուք իմանաք, եթե Աստված ձեզ ազատել է մեղքի դատապարտությունից, եթե նա իսկապես փրկել է ձեզ, եթե նա իսկապես արդարացրել է ձեզ, ապա դրա ապացույցն այն է, որ նա կշարունակի աշխատել ձեր մեջ ձեզ վերափոխելու համար։ Ինչու՞։ Որովհետև յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո զորության ապացույցն է։ Նա կավարտի իր սկսած գործը իր անվան և հեղինակության համար։ Ահա թե ինչու Պողոսը Հռոմեացիներին ուղղված իր նամակում զգուշացրեց, որ Աստծո անունը հայհոյվում է հեթանոսների կողմից հրեաների պատճառով, ովքեր պնդում են, որ պատկանում են Աստծուն, բայց չեն ապրում Աստծո պատվիրաններով։ Նմանապես, այս աշխարհի շատ ազգեր ծաղրում են այս երկիրը, որտեղ մենք այժմ գտնվում ենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ նրանց ծաղրի պատճառներից մեկն այն է, որ ինչպես նրանք ասում են, Ամերիկան պնդում է, որ քրիստոնեական երկիր է, և այնուամենայնիվ, աշխարհը վարակող գրեթե բոլոր նողկալի բաները սկիզբ են առնում Միացյալ Նահանգներից։ Գրեթե բոլոր բարոյական կեղտը սկիզբ է առնում այստեղից։ Այսպիսով տեսնում եք, որ Աստծո անունը հայհոյվում է ազգերի մեջ սև հայհոյանքով, քանի որ Ամերիկայում շատ մարդիկ իրենց քրիստոնյա են համարում, բայց ապրում են ինչպես դևերը։ Բայց սա ինքնին ապացույց է, որ նրանք չեն ճանաչում Աստծուն։ Բայց մենք հիմա չենք խոսում բազմության մասին, մենք խոսում ենք քո մասին։ Կարո՞ղ ես ասել, կարող ես ապացուցել, որ քո դարձից ի վեր կան ապացույցներ, որ Աստված աշխատել է քո կյանքում քեզ սուրբ դարձնելու համար։ Կարո՞ղ ես տեսնել դա։ Կարող ես ասել, որ իսկապես քրիստոնյա ես։ Որովհետև երբ նայում ես աշխարհին, այն կարողանում է խաբել քեզ և իր կողմը քաշել, բայց Աստված գալիս է և հանդիմանում է քեզ։ Երբ մեղքի մեջ ես ընկնում, չես կարողանում դիմակայել, քանի որ Սուրբ Հոգին այնքան զորեղ կերպով հանդիմանում է քեզ։ Մի՞թե կարող ես պարզապես քեզ քրիստոնյա անվանել, բայց աշխարհին նմանվել, աշխարհի նման վարվել, աշխարհի նման խոսել, աշխարհի նման հագնվել և անել այն ամենը, ինչ աշխարհն է անում։ Ժամանակակից քրիստոնեության և ավետարանչության մեջ շատ է խոսվում դարպասի մասին, բայց գրեթե ոչինչ չի խոսվում ճանապարհի մասին։
Եվ այսպես ինչ նկատի ունեմ։ Նախ ինչ է դարպասը։ Դարպասը Քրիստոսն է, դուռը Քրիստոսն է։ Ինչպես ենք մտնում քրիստոնեություն։ Քրիստոսի միջոցով, նրա անձի, խաչի վրա նրա գործի, մեռելներից նրա հարության, համբարձման և բարեխոսության ու թագավորի իր ներկայիս ծառայության միջոցով։ Ինչպես եք մտնում դարպասով, հավատալով Քրիստոսին։ Արդյոք մենք փրկվում ենք հավատքից բացի որևէ այլ բանով։ Բացարձակապես ոչ, միայն հավատքով, միայն հավատքով, միայն հավատքով, ուրիշ ոչնչով։ Դա հավատք չէ գումարած ինչ-որ այլ բան։ Դա այն չէ, որ ես հավատքով մտա դարպասով և հիմա պետք է շարունակեմ այս ճանապարհով գնալ և եթե ճիշտ չգնամ այս ճանապարհով կկորցնեմ իմ փրկությունը։ Սա այն չէ, ինչ Տեր Հիսուսն է սովորեցնում։ Եթե ես իսկապես հավատում եմ, որ Տեր Հիսուսը միակ դարպասն է, եթե ես իսկապես եկել եմ այս հավատքին, ապա դա պարզապես իմ կյանքի լրացում չէ, դա պարզապես ինչ-որ բան չէ, որ ես ավելացնում եմ մնացած ամեն ինչին։ Ես անում եմ սա և սա, և հետո այսինչն եմ անում և ավելացնում եմ մի փոքր բան Հիսուսից։ Սա ցանկացած քրիստոնեական կրթական համակարգի վտանգներից մեկն է։ Մենք շատ բաներ ենք անում ինչպես աշխարհը, և հետո պարզապես մի փոքր բան ավելացնում Հիսուսից։ Բայց դուք պետք է հասկանաք, որ սա հեղափոխական է։ Սա հեղափոխություն է։ Այն ամբողջությամբ փոխում է մարդուն և շարունակում է փոխել նրան ողջ կյանքի ընթացքում։ Այստեղ հիմական մարդիկ, ովքեր եթե հիմա մահանան, կհամբարձվեն դրախտ և կընդունեն աննկարագրելի փառքը։ Եվ կան ուրիշներ այստեղ, ովքեր եթե մահանան, Աստծո դատաստանով կուղարկվեն ուղիղ դժոխք, որտեղ Աստծո շնորհը նրանցից լիովին կվերցվի, և նրանք կբացահայտվեն որպես հրեշներ, որոնք իրականում եղել են։ Տեսեք, մենք քարոզիչներս այստեղ չենք եկել ձեզ զվարճացնելու համար։ Մենք այստեղ չենք ձեզ հետ խոսելու աշխարհիկ բաների մասին, այն մասին, թե ինչպես կարող եք լավագույնս օգտվել այս ներկա կյանքից։ Ոչ, այս երեկո ինձ չի հետաքրքրում ձեր ինքնագնահատականը, ինձ չի հետաքրքրում, թե արդյոք ձեր դրամապանակը կամ ձեր բանկային գրքույկը բավականաչափ լիքն են։ Ինձ հետաքրքրում է մեկ բան։ Մի օր ձեզանից յուրաքանչյուրը մերկացված կանգնելու է Սուրբ Աստծո առջև և դատվելու է։ Տեր Հիսուսն ասաց. ժամանակը լրացել է, Աստծո արքայությունը մոտեցել է, և ինչ պետք է անեք։ Մարկոսի ավետարանում նա մեզ ասում է. ապաշխարեցեք և հավատացեք ավետարանին։ Դուք ասում եք, եղբայր Փոլ, ես փրկվեցի աղոթելով և Հիսուս Քրիստոսին իմ սրտում ընդունելով, և վստահ եմ, որ դուք հենց այդպես էլ արել եք։ Բայց դուք չեք փրկվել կախարդական բանաձևով կամ բառերով, որոնք կրկնել եք ուրիշի հետևից։ Դուք փրկվել եք, որովհետև ապաշխարել եք ձեր մեղքերից և հավատացել։ Եվ դուք ոչ միայն արել եք անցյալում, այլև շարունակում եք դա անել այսօր, քանի որ այս խոսքի ճիշտ թարգմանությունը, որը Տերն ասել է, հետևյալն է. Աստծո արքայությունը մոտեցել է, ժամանակը լրացել է։ Հիմա ձեր կյանքի մնացած մասը անցկացրեք ապաշխարելով ձեր մեղքերից և հավատալով ինձ։ Դարձը գրիպի պատվաստման նման բան չէ։ Օ, ես դա արել եմ, ես ապաշխարել եմ, ես հավատացել եմ։ Հարցը ընկերիմ այն է, թե արդյոք դու շարունակում ես զղջալ քո մեղքերի համար, շարունակում ես արդյոք հավատալ, որովհետև նա, ով քո մեջ բարի գործ սկսեց, այն կավարտի, նա այն կհասցնի մինչև վերջ։ Եթե դուք ձեզ քրիստոնյա եք անվանում, բայց շատ քիչ ցանկություն ունեք, չեք ոգեշնչվում ամեն ինչ արեք Աստծո փառքի համար խոսքով, չեք ձգտում ավելի ու ավելի նմանվել Քրիստոսին և ավելի օգտակար դառնալ նրա համար, ձեր սերը Աստծո ժողովրդի հանդեպ չի աճում, դուք պետք է վախենաք, դուք պետք է անհանգստանաք։ Եթե դուք կարողանում եք և ձեզանից ոմանք կարողանում են ապրել ծածուկ մահացու մեղքի մեջ, դուք պետք է վախենաք, որովհետև շատ հնարավոր է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի խոստովանությունը կեղծ է։ Կեղծ, կեղծ։ Տեր Հիսուսն ասում է. նեղ դռնովը ներս մտեք, որովհետև լայն է դուռը և ընդարձակ ճանապարհը, որ կորուստն է տանում, և շատեր են նրանով գնացողները,
քանի նեղ է դուռը եւ նեղվածք է ճանապարհը, որ տանում է կյանքը, եւ քիչ են նրան գտնողները։ Զգուշ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսևանց հափշտակող գայլեր են։ Իրանց պտուղներից է նրանց ճանաչեցեք։ Միթե փշերից խաղող են քաղում, կամ տատասկից թուզ, այսպես ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։ Չի կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում, կտրվում է եւ կրակի մեջ գցվում։ Ուրեմն, իրանց պտուղներից ճանաչեցեք նրանց։ Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա, որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքումն է։ Շատերը կասեն ինձ այն օրը. Տեր, Տեր չէ, որ քո անունովը մարգարեացանք եւ քո անունովը դևեր հանեցինք եւ քո անունովը շատ զորություններ գործեցինք։ Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք, ով անօրենություն գործողներ։ Արդ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց կատարում, կնմանեցնեմ նրան մի իմաստուն մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չկործանվեցավ, որովհետեւ ժայռի վրա հաստատված էր։ Եվ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է եւ նրանց չի կատարում, նա կնմանվի մի անխելք մարդի, որ իր տունը շինեց ավազի վրա, եւ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանվեցավ եւ նրա կործանումը մեծ էր։ Փրկությունը ընդունում ենք միայն հավատքով, բայց փրկությունը Աստծո գերբնական գործողության արդյունք է, որը կոչվում է վերածնունդ, որի ընթացքում մենք դառնում ենք նոր արարածներ։ Մենք ստանում ենք կենդանի սրտեր եւ ապրում այլ կերպ, եւ ապացույցը, որ մարդը իսկապես քրիստոնյա է դարձել, այն է, որ նա սկսում է քայլել այդ ճանապարհով եւ սկսում է հոգ տանել երկնային հոր կամքի մասին, հարցնելով. Ո՞րն է Աստծո կամքը իմ կյանքում։ Եվ նրանք պարզապես չեն հարցնում. ո՞րն է Աստծո կամքը իմ կյանքում իմ կարիերայի վերաբերյալ։ Քրիստոնեական կյանքի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ դարձի եք գալիս, դուք սկսում եք կարդալ Սուրբ Գիրքը։ Եվ ինչու՞։ Միայն Սուրբ Գիրքը անգիր սովորելու մրցույթում հաղթելու համար։ Ոչ, այն պահին, երբ դուք դառնում եք քրիստոնյա, սկսում եք կարդալ Սուրբ Գիրքը, որովհետև ցանկանում եք իմանալ Աստծո կամքը եւ ապրել այդ կամքի համաձայն։ Այս քրիստոնեությունը մշակութային բան չէ։ Քրիստոնեությունը մի բան չէ, որը պետք է լինի ձեր կյանքի մի փոքր մասը։ Դա մի բան չէ, որ դուք անում եք կիրակի օրերին։ Քրիստոնեությունը շաբաթվա 6 օրը այս աշխարհում ապրելու եւ հետո եկեղեցի գնալու մասին չէ։ Քրիստոնեությունը չի նշանակում շարունակ աշխարհի պես ապրել եւ հետո կիրակի օրերին եկեղեցի գնալ։ Եթե դա է ձեր քրիստոնեությունը, ապա դուք քրիստոնեություն չունեք։ Դուք քրիստոնյա չեք։ Վտանգավոր է մեծանալ քրիստոնեական ընտանիքում։ Վտանգավոր է մեծանալ քրիստոնեական համայնքում, քանի որ կարող եք մտածել, որ քանի որ ձեր ծնողները քրիստոնյաներ են, դուք նույնպես քրիստոնյա եք, կամ քանի որ պատկանում եք տառապած մարդկանց խմբի, դուք նույնպես կիսում եք այդ փառքը։ Սա ճիշտ չէ։ Երիտասարդներ, թույլ տվեք ձեզ հարց տալ։ Ինչպես գիտեք, որ քրիստոնյա եք։ Ինչպես եք հասկանում, որ իսկապես ճանաչել եք Քրիստոսին։ Ուզում եմ ձեզ մի բան ասել։ Մենք դիմելու ենք գրքին եւ ուզում եմ, որ դուք նայեք խոսքին այնպես, ինչպես այն իրականում կա։ Դադարեք համեմատվել նրանց հետ, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում, համեմատելով իրենց նրանց հետ, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում։ Համեմատեք ձեզ Սուրբ Խոսքի հետ։ Երբ երիտասարդը մոտենում է հովվի կամ երիտասարդական հոգևորականի մոտ եւ ասում. Ես վստահ չեմ, որ փրկված եմ, երիտասարդական հոգևորականը սովորաբար պատասխանում է մաշված շաբլոնով, ասելով թե եղել է ձեր կյանքում մի պահ, երբ աղոթել եք եւ խնդրել Հիսուսին գալ ձեր կյանք։ Այո։ Իսկ անկեղծ եք։ Դե չգիտեմ, բայց կարծում եմ այո։ Ուրեմն պետք է ասեք սատանային, որ դադարի ձեզ անհանգստացնել։ Դուք դա գրել եք ձեր գրքի հակառակ կողմում, ձեր Աստվածաշնչի հակառակ կողմում, ինչպես ավետարանիչն է ասել ձեզ, երբ դուք փրկվել եք,
որպեսզի գրանցեք ամսաթիվը, որպեսզի ցանկացած պահի, երբ կասկածներ ունենաք, կարողանաք նրան մատնանշել այն Աստվածաշնչում։ Ինչ սնահավատություններ են տիրում այստեղ։ Գիտեք, թե ինչ է Աստվածաշունչը պատվիրում քրիստոնյաներին։ Քննեք ինքներդ ձեզ, ստուգեք ինքներդ ձեզ Սուրբ գրքի լույսի ներքո, որպեսզի տեսնեք, թե արդյոք հավատարիմ եք, քննեք ինքներդ ձեզ, որպեսզի տեսնեք, թե արդյոք քրիստոնյա եք։ Գիտակցում եք, որ եթե ես հիմա բոլորին ասեմ, որ գնաք եւ թակեք այս քաղաքի բոլոր դռները, կտեսնեք, որ մարդկանց 99%-ը գոնե այս քաղաքում իրենց հավատացյալ են համարում։ Եթե դուք վերադառնաք ձեր քաղաք եւ գնաք դռնեդուր, որովհետեւ ես վերադարձա իմ քաղաք, երբ դարձի եկա եւ գնացի դռնեդուր, գիտեք թե ինչ հայտնաբերեցի։ Իմ քաղաքում բոլորը քրիստոնյա են։ Նրանց 85%-ը եկեղեցի չի գնում, իսկ նրանք, ովքեր գնում են, չեն հետաքրքրվում սրբությամբ, չեն հետաքրքրվում ծառայությամբ, չեն հետաքրքրվում աշխարհից զատված լինելու մասին, չեն հետաքրքրվում ազգերին ավետարանը քարոզելու մասին, բայց փառք Աստծուն, նրանք փրկված են։ Իսկ ինչու են նրանք փրկված։ Որովհետև որոշ ավետարանիչներ, որոնք պետք է ավելի քիչ ժամանակ ծախսեին քարոզելու եւ ավելի շատ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրելու վրա, ասել են նրանց, որ իրենք փրկված են, եւ նրանք դա արել են, որպեսզի հետո կարողանան պարծենալ, թե քանի մարդ դարձի եկավ իրենց վերածննդի քարոզչության ժամանակ։ Ես սիրում եմ ձեզ, եւ այստեղ կան մարդիկ, ովքեր նույնպես սիրում են ձեզ։ Աստծո խոսքը լսեք եւ սկսեք ինքներդ ձեզ հարցեր տալ։ Հարցրեք ձեզ. ճանաչում եմ արդյոք Քրիստոսին։ Արդյոք դա որևէ կերպ դրսևորվում է իմ կյանքում։ Հասկանում եք, նա ամենամեծ բանն է, որ գոյություն ունի։ Ավելի մեծ բան չկա։ Եվ եթե դուք ասում եք, որ ճանաչում եք նրան, բայց դա չի ազդում ձեր կյանքի վրա, ապա դուք նրան չեք ճանաչում։